Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, ահա մոտեցել ենք քրիստոնյա մարդու համար տարվա մեջ ամենակարևոր եւ ամենագեղեցիկ մի շրջանի, այսինքն մի շաբաթ հետո ուղիղ սկսվելու է մեծ պահքը եւ հայ քրիստոնյան սկսելու է իր հոգեվոր ուխտագնացությունը մեծի պահոց կիրակիների միջով եւ ամեն կիրակին մեզ գալու է իր նոր ուսուցումով, նորովի ձևով ամրապնդելու մեր հոգևոր կյանքը։ Շատ անգամ աղանդավորական տարբեր շարժումները մեղադրում են ավանդական եկեղեցիներին, ասելով, թե ինչ կարևոր է պահք պահել, ինչ կարևոր է եկեղեցուն լինել պատարակներին, եթե մարդը ինքը իր մեջ ունի հավատ։ Այո, մենք չենք ասում, որ ամեն մեկս եկել ենք եկեղեցի եւ նոր ենք դառել հավատացյալ։ Կամ գալով եկեղեցի մենք կարծես թե փոխում ենք մեր կյանքը, հնից հրաժարվում ենք եւ գալիս ենք դեպի նորը։ Ոչ։ Ամեն մեկից մեջ էլ կա հավատքը, ամեն մեկը այդ հավատքը ձեռք է բերել, մեկը իր կյանքի ընթացքում իր փորձառությունից, մեկը իր ծնողներից, մեկը իր պապերից ու տատերից։ Բայց ինչու համար է կարևոր եկեղեցին, եկեղեցական ավանդությունները, եկեղեցական այս միասնական աղոթքները, որոնք որ արվում են պատարակի տեսքով, որոնք որ արվում են ժամերկությունների տեսքով, դա նրա համար է, որպեսզի մարդը ճիշտ կարողանա կառուցել իր հոգևոր կյանքը։ Գիտեք, մարդու հավատքը շատ անգամ ավելի տեսականորեն, որ տեսական լինի ձեր համար, կարող է նմանվել բազմաթիվ քարերի, ցեմենտի, բետոնի, այն երկաթների բաներ, որ պատրաստ է ամեն ինչ, որ տունը կառուցվի, բայց ինքը տուն չի։ Ամեն ինչ կա, որ այդ տունը լինի, բայց տունը տակավին կառուցված չի։ Եվ իր ճիշտ հոգևոր կյանքով, դա է պահեցողությունը, դա է ճիշտ աղոթելը, դա է ժամանակին հաղորդություն ստանալը, մարդը կարծես թե ունենում է հատակագիծը, թե ինչպես պետք է կառուցվի այդ տունը։ Եվ հետս հետը մի օր մի պատը բարձրանալու, մյուս օրը մյուսը, այս կույտը, որը մինչև այդ քարեր էին, բետոներ, ցեմենտեր, չգիտեմ, տարբեր բաներ էին, կամաց ստանում է տեսք, եւ այդ տեսքը դառնում է տուն, եւ այդ տունը արդեն իր մեջ պարունակում է ջերմությունը, որն էլ մարդու հոգևոր կյանքն է։ Հոգևոր կյանքը պետք է միշտ պատասպարված լինի, պետք է միշտ հոգևոր կյանքը պատասպարված լինի մարդու աղոթքներով, որպեսզի այդ կյանքը ոչ մի անգամ չվտանգվի։ Կամ էլ եթե օրինակի համար ինչ-որ մեկս հիվանդ լինենք եւ ունենանք մի տոպրակով դեղ, դա չի նշանակում, չէ, որ մենք ինչ դեղ ընկավ ձեռներս պետք է խմենք եւ դրանով բուժվենք։ Դա ավելի վնաս կարող է տալ, չէ։ Պետք է գնանք բժիշկի եւ բժիշկը մեզ կնշանակի այդտեղից մի քանի դեղ, խմենք այդ դեղերը եւ մեր առողջությունը կգա տեղ։ Այդպես էլ հոգեվոր կյանքի համար, մարդու հոգեվոր անձնավորության համար կարևոր է եկեղեցին եւ կարևոր է եկեղեցական կանոններին եւ եկեղեցական օրենքներին համաձայն կառուցել հոգևոր կյանքը։ Եվ այդ հոգևոր կյանքի կառուցման ամենակարևոր ճանապարհներից մեկը մեր քրիստոնեական կյանքում դա մեծ պահքի շրջանն է, որը որ կսկսվի մի ու շաբաթվանից, բուն բարեկենդանով, հաջորդ կիրակի օրը։ Բայց այսօրվանից մենք պետք է արդեն փորձենք կամաց պատրաստվել այդ գեղեցիկ հոգևոր ժամանակահատվածին, երբ որ մենք կգանք եկեղեցի, կտեսնենք, որ վարագույրը փակ է, հաղորդություն չի տրվում եւ մենք այդ պահին դառնում ենք ամեն մեկս մեր առջև կանգնած, հայլու առջև կարծես կանգնածում ենք եւ ամեն մեկս նայելով մեզ այդ հայլու, այդ հոգևոր հայլու մեջ պետք է մեզ հարց տանք, ինչը պակաս արեցինք անցած մեր այդ տարվա ընթացքում, ինչը սխալ արեցինք, ինչը շատ արեցինք, այդքան չպետք է անենք եւ տարբեր այդպիսի հարցեր։ Ես չեմ կարող ամեն մեկիդ
ասել թե ով ինչ հարց պետք է տա ինքը իրեն, որովհետև դուք ամեն մեկը առանձին անձնավորություն եք եւ ինչպես մեր հայրերն են ասում, մարդը առանձին մոլորակ է, մարդը անկրկնելի է եւ մարդու հոգեվորն է անկրկնելի է, ինչպես մարդու ֆիզիկական մարմինը։ Հետևաբար այս մեծ պահոց շրջանը դա այն շրջանն է, երբ որ մարդը մնում է ինքն իր հետ մենակ եւ սկսում է ինքը իր հետ խոսել, ինքը իր հետ քննարկել, ինքը իրեն քննադատել եւ ինչու՞ չէ մեկ-մեկ էլ ինքը իրեն գովաբանել։ Տեսնելու համար, թե ինչպես է, ինչքան ուժեղ է ինքը կանգնած ճիշտ ճանապարհին, ինչ է իրեն պակասում ելի ավելի շատ քայլեր անել այդ ճանապարհով եւ ինչը իրեն կարող է օգնել այդ ճանապարհի վրա հաստատ մնալու համար։ Այնպես որ սիրելի հավատացյալներ, ես ձեզ ամեն մեկից, ովքեր որ որոշել են պահքը պահել, ուժ եւ կարողություն եմ մաղթում։ Եվ մեկ անգամ եւս ինչպես ամեն տարի կրկնել եմ, ամենամեծ ուշադրությունը դարձրեք ոչ թե կերակուրի, այլ ամենամեծ ուշադրություն դարձրեք ձեր հոգեվորին։ Եվ որպեսզի ավելի պարզ եւ հասկանալի դառնա մեր այդ ընթացքի կյանքը, ուղղակի փորձեք ինչ որ մի բան գտնել ձեր մեջ արատավոր, վատը, ինչ որ շատ եք անում, ինչ որ ճիշտ չի որ անում եք, եւ փորձեք այդ մեջ պահքի ընթացքում դրանից ձերբազատվել։ Ինչ որ մեկը կարող է շատ է ծխելուց ձերբազատվեք, ինչ որ մեկը շատ է հայոյում, հայոյելուց ձերբազատվեք։ Կանայք կան, որ շատ են սիրում բամբասել, բամբասելուց ձերբազատվեք։ Եթե չեք կարող ձերբազատվել, քչացրեք։ Դա արդեն կլինի ձեր համար ինչ որ մի քայլ դեպի հաղթանակ, ինչ որ մի քայլ դեպի ճիշտ հոգևոր կյանք։ Այնպես որ սիրելիներ, ուժ կարողություն բոլորիդ, այս եկող 5 շաբթի օրը մենք ունենք Վարդանանց պատարագը, Վարդանանց տոնի նվիրված պատարագը, կսկսվի ժամը 11-ին, ուրբաթ օրը գիտեք, բոլորիդ կողմից սիրված Տյառընդ Հառաջի արարողությունն է երեկոյան ժամերկությունից հետո կվարվի կրակը եւ հաջորդ օրն էլ շաբաթ օրը նորից ժամը 11-ին արդեն իսկ Տյառընդ Հառաջի պատարագն է, իսկ կիրակի օրը ինչպես արդեն ասացինք, բուն բարեկենդան։ Այնպես որ ամեն մեկը այս մի շաբաթվա մեջ հասցրեք ինչ քեֆ պետք է անեք, ինչ ուրախություն, ինչ խնջույք պետք է անեք, արեք, վերջացրեք, որ հանգիստ մտնեք մեծի պահոց շրջան եւ հանգիստ կարողանաք անցկացնել այդ շրջանը եւ հարության տոնին, երբ որ կանգնած լինեք այստեղ պատարագի ժամանակ, ամեն մեկը ձեզ կարողանաք պատասխան տալ, թե ինչից կարողացաք, ինչ վատ սովորությունից կարողացաք ձերբազատվել այս մեծ պահոց շրջանում։ Օրհնյալ եղեր ու Քրիստոսը սրբոքույն, երթայքի խաղաղություն եւ Տերը մեր Հիսուս Քրիստոս եղիցին ձեզ ընդհանրեսյանս։ Ամեն։